Բարև ձեզ, սիրելի աշակերտներ, հարգելի հայրենակիցներ, այո, ճիշտ է, որ կոռուպցիան ամբողջությամբ հաղթահարված չի աշխարհի որևէ երկրում։ Ճիշտ է նաև, որ բազմաթիվ երկրներ կան, որոնք ունեն դրական փորձ եւ արդյունավետ կերպով կանխարգելում եւ հետեւողականորեն նաև փոքրացնում են կոռուպցիայի ծավալները եւ դրա ահռելի ահագնացող բացասական հետևանքները։ Կոռուպցիայի եւ դրա հետևանքների մասին հանրային լայն քննարկումները մեր երկրում ինքնին վկայում են, որ այս հիմնախնդիրը շարունակվում է չլուծված մնալ, նաեւ հանրային ընկալման տեսանկյունից։ Եվ ես արձանագրում եմ, որ քաղաքական շահարկումները բառից բուն իմաստով այս թեմայի չեն բխում հակակոռուպցիոն պայքարի լավագույն շահից։ Ինչ է կոռուպցիան, որոնք են դրա դրդապատճառներն ու դրսևորումները, որոնք պետք է լինեն հենց դրա դեմ համակարգային պայքարի թիրախ։ Հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունը օբյեկտիվորեն պահանջում է կոռուպցիոն ռիսկերի ամբողջական հատկորոշում, օբյեկտիվ հիմքի վրա։ Պայքարի միջազգային դրական փորձն էլ հենց այդ փորձ ունեցող երկրներում հակակոռուպցիոն պայքարի առանցքը կանխարգելումն է, ոչ թե հետևանքների դեմ պայքարը։ Հետևաբար կոռուպցիան միայն կաշառակերությունը չի, այն ունի ավելի խորը արմատներ եւ դրսևորման պատճառներ։ Կոռուպցիան լայն իմաստով պաշտոնատար անձի ցանկացած գործողություն, անգործություն կամ անփութությունն է, որի հետևանքով այդ անձը կամ նրա հետ փոխկապակցված խումբը ստանում է քաղաքական, տնտեսական եւ այլ օգուտներ եւ կամ հանրությունը կրում է անհատական ու հավաքական վնասներ, պետբյուջեի փոշիացման ձևով, անարդյունավետ հանրային ծախսերի միջոցով, սոցիալ-տնտեսական հնարավորությունների կորստի ձևով կամ սեփական իրավունքները խախտվելու եւ դրանք պաշտպանելու հնարավորությունների պակասի ձևով։ Այս սահմանման ներքո բերեմ տարբեր ոլորտներից ակնհայտ փաստեր, որոնք մեր աչքի առջև են, դրանց կոնկրետ դրսևորումները, որոնք ունեն թաքնված կոռուպցիոն ռիսկեր, տարածման եւ զարգացման պարարտ հող, ցավոք սրտի եւ դուրս են իրական եւ ամբողջական թիրախավորումից։ Պետական գնումներ։ Մեկ անձից գնումը պետք է իրականում դառնա բացառություն, այլ ոչ թե մրցակցային գնման գործընթացը ուշացնելու հետևանքով միակ հնարավորություն։ Խոսվեց ասֆալտապատման ծրագրերից, պետական գնումների այդ ծրագրերից։ Կոնկրետ օրինակ, ես հաճախ երթևեկում եմ Նորքի ճանապարհով։ Եվ իմ աչքի առջև նախորդ 2-3 տարիներին այդ ճանապարհահատվածը հիմնավին վերանորոգվել է առնվազն 2 անգամ։ Ինքս հարցրել եմ շինարարներին, պարզվել է երկրորդ անգամ վերանորոգվում է, որովհետև առաջին անգամ կոմունիկացիաները պատշաճ կերպով անցկացված չեն եղել։ Սա հանրային միջոցի փոշիացման դասական ձև է։ 2019 թվականին, երբ որ զբաղվում էի վերլուծական հետազոտական աշխատանքներով, օրինակ ուսումնասիրել եմ դիզվառելիքի պետական գնումների շուկան։ Արտառոց մի երևույթ, 5 միլիարդ դրամի մեկ անձից գնում պետական մարմնի կողմից, մի կազմակերպությունից, որը գնումից մի քանի օր առաջ էր ստեղծվել։ Շարքը շարունակելի է, բայց այլ պնդումներ եւս ունեմ։ Լայն տարածում ունեցող հանցավորության դեմ պայքար։ Կոնկրետ օրինակ, նաեւ հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի ուշադրությունն եմ հրավիրում։ Կոնկրետ օրինակ, որ առաջին հայացքից իբրև կոռուպցիոն դրսևորում չի, բայց խորքի մեջ կոռուպցիոն դրսևորում է, որովհետև օրինակս լայն տարածում ունեցող հանցավորության դեպք է, վերաբերում է հանրության լայն շերտերին։ Հանրային տրանսպորտում գրպանահատության դեպքերը ավելանում են եւ մեկ էլ այդ ֆոնին պարզվում է, որ այդ գործով զբաղվող ստորաբաժանումը փակվում է։ Կոնկրետ հաղորդում է ներկայացվում կոնկրետ նման հանցագործության վերաբերյալ,
Ոստիկանությունը տեսաձայնագրող սարքի տվյալներով իդենտիֆիկացնում է կասկածյալին, սակայն արդեն ամիսներ շարունակ այդ դեպքը բացահայտված չի։ Իդեպ այդ մասին նաև այս ամբիոնից տեղեկացրել եմ ներքին գործերի նախարարին։ Վիճակագրական մանիպուլյացիաներ։ Հիմա կասեք, սա ինչ կապ ունի։ Ուղիղ կապ ունի քաղաքական կոռուպցիայի հետ։ Օբյեկտիվ իրականության խեղաթյուրում կարելի է համարել այն փաստը, որ օրինակ աղքատության եւ ծայրահեղ աղքատության ցուցանիշները նվազում են հաշվարկի մեթոդաբանության փոփոխության հետևանքով, որը թույլ չի տալիս հանրությանը, մասնագիտական շրջանակներին, քաղաքական գործիչներին օբյեկտիվորեն համեմատել այդ ցուցանիշները կարևորագույն սոցիալական տվյալ տարվա նախորդ տարիների հետ եւ օբյեկտիվորեն գալ եզրահանգման։ Ինչու սա արվեց։ Եվ ով արեց, ում հրահանգով արվեց։ Պետական ծառայողների վարձատրության բաշխման անարդյունավետությունը եւ անարդարությունը։ Հիմա կասեք, ինչ կապ ունի, ուղիղ կապ, որովհետեւ այո, պետական ապարատի վարձատրությունը եւ երաշխիքները կոռուպցիան կանխարգելող հիմնարար անկյունակարային գործոններից են։ Հիմա ինչ ենք տեսնում մենք։ Բազային աշխատավարձը բարձրացնելու փոխարեն, որը համաչափ արդար կերպով պետական ծառայողների վարձատրությունը կբարձրացներ եւ կգործեր են արդար սկզբունքը կատարած աշխատանքի դիմաց ըստ բարդության, ըստ ծանրաբեռնվածության համարժեք վարձատրություն։ Դրա փոխարեն պարբերական պարգևատրումներ, խախտվում է պարգևատրումների բունեությունը, այսինքն աշխատանքի գնահատման հիման վրա արդյունավետ աշխատանքի համար խրախուսիչ գործիքը ուղղակի դառնում է սովորական աշխատավարձ, բայց դա էլ ամբողջը չէ։ Այդ ձևով առաջանում է անարդարություն, որովհետև շատ փոքր մի խումբ ընտրյալների ստանում է բարձր պարգևատրումներ, պատիկներով ավել, քան հիմնական աշխատավարձը, իսկ մի մեծ խումբ չինովնիկների, որոնք նաև իրենց վրա բեռը կրում են պատասխանատվության աշխատանքի, զգում են անարդարության այդ վերաբերմունքը եւ բնականաբար իրենց գործին վերաբերում են նաև այդ բացասական հետևանքով եւ ինչը կարող է նաև այո բերի որոշակի անգործության, անփութության, նաև դրա հետևանքով կոռուպցիոն ռիսկերի։ Պետական աջակցության ծրագրերի ընթացակարգերի թերություններ։ Այս ամբիոնից հանձնաժողովի քննարկումներին պարբերաբար անդրադարձել եմ օրինակ էկոնոմիկայի նախարարության կողմից նախկինում բերված գյուղատնտեսական աջակցության ծրագրերի թերի ընթացակարգերին։ Պարզ ասել եմ, այս ծրագիրը չունի բավարար կարգավորում, մոնիտորինգի, արդյունքների գնահատման եւ վերահսկողության իմաստով։ Հիմա ասում եք, ինչ կապ ունի սա կոռուպցիոն ռիսկի հետ։ Ուղիղ կապ, որովհետեւ ի սկզբանե պարզ էր, որ այդ ծրագիրը, դրա միջոցները կարող են չարաշահվել եւ այդպես էլ եղավ։ Այդ ծրագրերի գծով առնվազն մեկ քրեական գործի ես ծանոթ եմ։ Հարկային վարչարարության բարդ ընթացակարգ էր։ Այո, ստվերը նաև կոռուպցիայի հետևանք է։ Եվ այո, ստվերը տնտեսությունը քայքայող հիմնական գործոններից մեկն է։ Բայց այդ ստվերը նաև կարող է հենց բարդ վարչարարության ավելորդ ընթացակարգերի հետևանք լինել եւ օրինակ դա կարող է բերել նաև պատշաճ վարկագիծ դրսևորող հարկատուի կողմից սխալվելու մեծ ռիսկի։ Չի ուզում սխալվի, բայց ընթացակարգերն են բարդ եւ խճճված եւ օրինական դաշտում աշխատելու անիմաստ դժվարություններ են առաջանում, հատկապես միկրո եւ փոքր բիզնեսի համար։ Եվ բացի այն, որ պարտավոր են պահել հաշվապաներ, կատարել լրացուցիչ ծախսեր, նաեւ այստեղ, այսպես ասենք, ստվեր գնալու օբյեկտիվ պահանջարկ առաջանում, ինչի հետևանքով անարդյունավետ կարգավորման։ Եվ վերջում, ամփոփելով, հակակոռուպցիոն պայքարը միայն իրավական գործընթաց չէ, նախ եւ առաջ դրա կանխարգելումը պետք է դառնա նպատակակետ, որը պահանջում է պետական բոլոր կառույցների,
հանրության լայն շերտերի փոխլրացնող եւ արդյունավետ գործունեություն։ Իսկ մոդելը, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարի, հիմնականում չի բխում լավագույն դրական փորձից, շեշտը պետք է փոխվի հետևանքների վերացումից դեպի կանխարգելում։